Հերթական ձերբակալությանը, որին հաջորդեց կալանավորումը, ինչպիսին է ձեր գնահատականը։ Դե տեսեք, ամբողջ հանրությանը հայտնի է, այսօր մենք ինչ միջոցառում ունենք ու հենց հիմա մեր քայլերթի մեկնարկն ենք տալիս, Հանրապետության հրապարակում ամփոփիչ մեծ հավաք ունենք, բարև ձեզ, եւ ինչ արեցին, սպասելի էր, հա, մեր ականավոր դեմքերից մեկին, պարոն Ալեքսանյանին ձերբակալեցին, բարև ձեզ, հարգելիներս, այս գործը նոնսենս է, ամեն անգամ այս իշխանությունները մի հատ նոր իրավագիտության բարև ձեզ, ամեն անգամ բարև ձեզ, շնորհակալություն։ Հարգելիներս, քանի որ շատերդ նոր մոտեցաք, խոսում ենք Ալեքսան Ալեքսանյանի ապօրինի ձերբակալումից եւ կալանավորումից, սա հերթական դրվագն է, թե ինչպես է այս իշխանությունը վախենում առաջին հերթին մեր քաղաքական ուժից, ուժեղ Հայաստան կուսակցությունից եւ դաշինքից, երկրորդը սա ցուցիչ է, որ այս իշխանությունը ունի գիտակցում, որ օրինական լեգիտիմ եղանակով հնարավորություն չունի այս ընտրություններում հաղթելուն ու միայն այս ազատազրկման դրվագը չէ, մեր քաղաքական ուժի գործընկերները հարյուրավորներով բերման են ենթարկվում, ձերբակալվում են, կալանավորվում են, բայց ինչպես տեսնում եք, մեր շարքերը գնալով նոսրանալու փոխարեն համալրվում են։ Ամեն մեր շարքը լկած մեկ գործընկերոջ, մեկ համակրի փոխարեն 10, 20, 100, 200 հազարը համալրում են։ Հիմա եթե ծանոթանաք պարոն Ալեքսանյանի քրեական գործին, դա նոր հատված կարմիր գիծն է, դա նոնսենս է, ընդհանրապես այս վերջին տարիների Հայաստանի Հանրապետության իրավական գործերի հետ կապված դրվագները դառնալու են դասագրքային օրինակներ, ինչ չի կարելի անել իրավական պետությունում, դասական քաղաքական հետապնդումն է, մնաց մի քանի օր պարոն Ալեքսանյանը ամուր դիրքերում սպասում է հունիսի 7-ի հաղթական արդյունքներին։ Դու եք, որ իրավական հիմքեր չկան գործերը։ Ժորժ ջան, իրավական հիմքը, օրինակ երեք ասում են փողերի լվացման դրվագը, հա, մեղադրանքը առաջադրված։ Մի կազմակերպությունից նույն մարդուն պատկանող, մի այլ կազմակերպություն փողերի փոխանցումը, որակել է փողերի լվացումը, այստեղ անգամ հանցակազմի ինչ ասեմ, մոտավոր որակում չկար, իրապես նոնսենս է այս առաջադրված մեղադրանքը, այո, ես կրկին ասում եմ, կրկին պնդում եմ, որ բոլոր այս դրվագներով, այդ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններից սկսած, վերջացած այս ազատազրկումներից եւ կալանքներից, մեկ նպատակ ունեն, սպասարկելու օրվա իշխանության քաղաքական շահը, որպեսզի մեր անունը կապեն ինչ-որ մտածածին կաշառքների հետ, իսկ մենք, ինչպես հայտարարել եմ, կրկին պնդում եմ կատարում, մեր քաղաքական ուժը կաշառք տալու խնդիր չունի, մենք ունենք հանրային սեր եւ հանրային աջակցություն, ինչի համար մարդկանց տան կաշառք, պարոն Կարապետյանը, երբ ազատազրկված էր շուրջ 7 ամիս կալանավայրերում, տասնյակ հազարավոր մարդիկ եկել են ինքնահոսով այդ վախի մթնոլորտում անդամակցել են մեր հասարակական կազմակերպությանը, այնուհետև քաղաքական ուժին։ Սա ընդհանրապես ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ համաշխարհային պատմության մեջ նորություն է, որ նորածին քաղաքական ուժը կուսակցությունը այսքան լայնամասշտաբ հանրային աջակցություն կարող է ունենալ։ Եվ սա բացառապես մեկ բանի մասին է խոսում։ Պարոն Կարապետյանի անցած ուղու, նա մեծանուն բարերար է, մարդ, ով մշտապես եղել է հայ ժողովրդի հայ ազգի կողքին եւ մարդ, ով չի եկել զանգ կախելու, ճառեր ասելու, միշտ զանգ է կախել, միշտ բարեգործություններ է կատարել, միշտ նորոգել է, միշտ ստեղծել է, միշտ արարել է ու նա մարդ է, ով Հայաստանի Հանրապետության նորանկախ պետականությունում առաջին եկեղեցին է կառուցել, դեռևս երբ անգամ տուն չուներ։